Իշխանությունն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն, պատերազմ կլինի, այսինքն հիմա Փաշինյանի իշխանության պահպանումը դուրս է գալիս Ալիևի սրտով է։ Չեմ կարծում, որ լինելու է կլինի, որ չի լինելու չի լինի։ Փաշինյանը տեղ ոչ մի բան չունի։ Ինքը չէ նստած, որ այսքան պատերազմ եղավ։ Իսկ Ալիևի վարչակարգի սրտով է, որ ինքն է ընտրվել։ Կարծում եմ, հա։ Ինչու՞։ Դե իրանք դեռ լավ են լեզու գտնում, չգիտեմ։ Նրանք այդ նախորոք պայմանավորվել են։ Պատերազմ ինձ թվում է կլի, որովհետև այս ժողովուրդը ոտի է կայնելու, եթե 300,000 հոգին է կան, ժողովուրդը պիտի ոտի կանգնի չթողա, ընդեից պիտի քստան վրան, ժողովրդի վրան։ Հայաստանը պիտի ոչ իմ լավ բաներ չի սպասում, բայց իհարկե իր սրտով է։ Ալիևը քանի անգամ ելույթ ունեցավ հայ ժողովրդին կոչեր անում, որ գնացեք Նիկոլին ընտրեք։ Խի դու ով ես։ Քիչդ խես խոտ է ուրիշ երկրի գործերի մեջ, ով ես դու։ Հայերը գալիս են Ադրբեջանի բանին ընտրություններին խառնում են, կոչեր անում, որ գնացեք Նիկոլին ընտրեք։ Խի։ Դուք լավ գիտեք, խելա ասեք։ Ես շատ էլ լավ գիտեմ, որ հեսա կամաց հողերը տա։ Հեսա սկսում է, Սյունիքից սկսում է տալը։ Իսկ ինչ եք ասում, Ալիևի վարչակարգի սրտով է, որ մեր վարչապետն է վերընտրվել։ Ինչի համար։ Բոլոր կամքերը կատարվում է, միակ ղեկավարն է մեր թուր ղեկավարը որպես պետության, այդքան է։ Մի բան որ ասում է ընտրեք ինձ, որ պատերազմ չլինի, այդ միտքը չեմ ընդունում։ Այսինքն ստացվում է, որ ժողովրդին անթարք պահում է ասենք վախի սկզբունքի մեջ։ Դա չեմ ընդունում։ Պատերազմը եթե լինելու է, ոչ մեկից չի հարցնելու։ Ոչ մեկից, որտեղ դրանք գլոբալ ավելի մեծ մասշտաբի հարցեր են։ Ոչ մի բաներ չի լինի, եթե մտածենք չի լինի, չի լինի։ Իրանց սրտով չի, իմ սրտովը լի, քու սրտովը լի, մեր ժողովրդի համար լի, թե չէ դե Ալիևի կարծիքը ում է հետաքրքրում։ Մի խփնվածնել են էլ։ Գիտեք ինչ, դա զուտ նախընտրական նիկոլյանական շոյ է, որը հնարավոր չի ոչ որով անհաստ։ Ինչա նշանակում, եթե չընտրվեմ ուրեմն պատերազմ է։ Սա ինչ հիմարություն։ Այսպիսի բան աշխարհում չի եղել, չկա որևէ բան։ Այսինքն ժողովուրդը վախեցնում է, թե ինձ ընտրեք, թե չէ պատերազմ կլինի։ Իսկ ես ասում եմ, եթե ինքը մնաց պատերազմ լինի։ Հիմա պատերազմ չի լինել։ Ոչ միայն է։ Հիմա ուրիշ process-ներ են։ Հիմա այս ընդդիմադիրներին նորից հետևել է, նորից այս բանտերը լստել է, այս ամեն ինչը խոսում են մասին, որ նա արդեն ուզում է նաև խախտել սահմանադրություն, հիմնական կարգ։ Հիմա հնարավոր է, որ ինքը այս բոլոր նյութերը, որ ինքը հավաքել է, դրանով ինքը արգելի ենթադրենք երկու հիմնական ընդդիմադիր ուժերին ասելու խորհրդար։ Սա նշանակում է արդեն չգիտեմ, Ստալինյան էս բռնապետությունը ասե, Հիտլերյան ասե, ինչ ասե։ Սրանից վատ բան, որ ես չեմ պատկերացնում։ Անհնարին է։ Իսկ Ալիևի վարչակարգի սրտով է մեր Փաշինյանի վերընտրությունը։ Իհարկե, դա ես չեմ ասում։ Դա ինձ իրանք են ասել։ Դա իր ծրագիրն է, որ իրականացվում է, եւ Նիկոլ Փաշինյանը հրաշալի իրականացնում է ծրագիրը։